Իմ հոր սիրելիներ, Աստված թող օրհնի ձեզ բոլորիդ։ Եվ նա իսկապես օրհնել է բոլորին, երկրի բոլոր մարդկանց, բոլոր ընտանիքներին։ Դուք գիտեք սա։ Աստված արդեն օրհնել է։ Թեև հարցնեք, բայց ինչպե՞ս։ Ինչպե՞ս է Աստված օրհնել, եթե կան այսքան աղքատներ, խեղճեր, այսքան տառապյալ, վիրավոր, հիվանդ ու ցավերի մեջ տանջվող մարդիկ։ Երկրի բոլոր մարդիկ, բոլոր ընտանիքները օրհնված են Աբրահամի միջոցով։ Իսկ ինչպե՞ս է Աստված օրհնում։ Ինչպե՞ս։ Նա մեզ տալիս է իր խոսքը։ Նա իր խոսքը տալիս է քեզ, ինձ, բոլորին։ Նրա խոսքը նրա հոգին է, որն առկա է մեր մեջ։ Ես սովորաբար ասում եմ, երբ մենք կարդում ենք Աստվածաշունչը և խորում Աստծո խոսքի շուրջ, ոչ թե պարզապես կարդում ենք, որովհետև ես էլ կարդացել եմ ամբողջ Աստվածաշունչը, բայց հարցնում եմ ինքս ինձ. ի՞նչ է մնացել մտքումս։ Գրեթե ոչինչ։ Բայց մի բան հաստատ գիտեմ. այն հայտնում է Նրան, ով փրկում է մեր կյանքը, մեր հոգին։ Այն հայտնում է Աստծո մտքերը, այն հայտնում է Աստծո հոգին։ Այն հայտնում է Աստծո անունը։ Աստված մեզ տվել է իր անունը, իր հոգին և իր խոսքը։ Սրանք 3 բաներն են, որոնք դուք չպետք է մոռանաք երբեք, ոչ մի դեպքում և ոչ մի ժամանակ, և որոնք հասանելի են ձեզ։ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը, Տեր Հիսուս Քրիստոսի անունը և Տեր Հիսուս Քրիստոսի հոգին։ Այս երրորդությունը, որն ինձ համար օրհնությունների օրհնությունն է, որովհետև այս 3 հենասյուների միջոցով մենք գտնում ենք ինքներս մեզ։ Մենք հասկանում ենք, թե ինչու ենք տառապում։ Մենք հասկանում ենք տառապանքի պատճառը։ Աստված ոչ ոքի չի պարտադրել տառապել, այլ մարդկության կողմից նրան մերժելու պատճառով է, որ մարդկությունը տառապում է որպես հետևանք։ Ինչպես գրված է. «Ինչ որ մարդը ցանի, այն էլ կհնձի»։ Ես սա սովորել եմ իմ կյանքում դեռ վաղ տարիքից, երբ ճանաչեցի Աստծո խոսքը։ Այն ինձ հայտնեց այս գաղտնիքը. ես գիտեմ, որ եթե այսօր չարիք անեմ, վաղը քաղելու եմ այդ չարիքի կամ վատ սերմի պտուղները։ Եթե բարիք ցանեմ, վաղը բարիք կհնձեմ։ Ուրեմն ինչի՞ց է սա կախված։ Կախված է իմ մտածելակերպից, իմ ուղեղից, կախված է Աստծո խոսքից, Աստծո առաջնորդությանը հնազանդվելուց։ Կախված է նրանից, թե արդյոք իմ մտքերը համընկնում են Աստծո մտքերի հետ։ Այնպես որ, սիրելի բարեկամներ, դուք հասկանում եք, թե ինչի մասին ենք խոսում։ Օրինակ, դուք որդի կամ դուստր ունեք, սովորեցնում եք նրանց, տալիս եք լավագույնը։ Սովորեցնում եք, ուղղորդում եք, բայց եթե նա արդեն չափահաս է դարձել և ուզում է ինքնուրույն որոշումներ կայացնել, ըստ էության, պարտադիր էլ չէ չափահաս լինի, դեռ փոքր երեխա է, բայց արդեն ըմբոստության հոգին արթնանում է։ Ապա ի՞նչ կարող եք անել դուք։ Պիտի պարտադրեք ձեր կյանքը ձեր որդուն կամ դստերը։ Ոչ։ Դուք սովորեցնում եք, ուղղորդում եք և այլն։ Ես հնազանդություն սովորել եմ հորիցս։ Հայրս շատ խիստ էր, շատ խիստ։ Այնպես որ ես սովորեցի, մենք բոլորս սովորեցինք դա։ Այդ իսկ պատճառով էլ մեր տանը ոչ մի թմրամոլ կամ ալկոհոլիկ չեղավ։ Մենք սովորեցինք ծեծի ու խստության գնով։ Եթե հնազանդվում էինք, չենք պատժվում։ Եթե անհնազանդ էինք լինում, գալիս էր պատիժը։ Իսկ Աստծուն պետք չէ ոչ ոքի պատժել։ Մարդիկ իրենց են պատժում, երբ չեն հնազանդվում կյանքի Արարչի խոսքին։ Ամեն ինչ ստեղծվել է Աստծո կողմից։ Եվ նա միայն ինչ է օգտագործել։ Խոսքը։ Ուրիշ ոչինչ։ Եթե ես հնազանդվում եմ այդ խոսքին, անպայման օրհնված կլինեմ, բայց եթե չեմ հնազանդվում, ապա անպայման կանիծվեմ։ Սա կախված է միայն ինձնից։
Կախված է իմ մտքից, կախված չէ իմ սրտից, կախված չէ իմ զգացմունքներից, ոչ, ամենևին, բայց մարդկությունը, մարդ արարածը ունակ է մի կողմ նետել իմաստության խոսքը, բանականությունը և Տիրոջ երկյուղը, որն իմաստության սկիզբն է, որպեսզի հնազանդվի կամ հետևի սրտի կրքերին։ Ահա մի շատ կարևոր մանրուք։ Երբ ասվում է, որ Հակոբը հասավ մի տեղ, որտեղ գիշերեց, և քանի որ արևն արդեն մայր էր մտել, նա վերցրեց այդ տեղի քարերից մեկը, մի սովորական քար, և այդ քարը դրեց իր գլխի տակ, որպես բարձ։ Միթե մարդ կարող է քնել գլուխը դնելով քարին։ Տեսեք, սա կտորից բարձ չէր, սա քարե բարձ էր, քար։ Նա իր գլուխը դրեց այդ քարին։ Ես հասկացա ու ընկալեցի, որ սա է հավատի գաղտնիքը, որովհետև երբ մարդն իր գլուխը դնում է Աստծո խոսքի վրա, նա կարիք չի ունենա, որ որևէ մեկն իրեն առաջնորդի։ Նրան կառաջնորդի ինքը, Աստված, որ է Սուրբ Հոգին։ Իսկ երբ մարդը քարին է դնում իր սիրտը, նա դառնում է կրոնամոլ։ Կրոնամոլ մարդը կախյալ մարդ է։ Ինչպես թմրամոլը և ալկոհոլիկը, այնպես էլ կրոնավորն է։ Կրոնասեր մարդը հենց այդպիսին է։ Նա կախվածության մեջ է ընկնում ուրիշներից։ Եվ սա ամենամեծ պատուհասն է երկրի երեսին։ Ինչու՞։ Որովհետև մարդու համար ավելի հեշտ է հնազանդվել հոգևոր առաջնորդների ասածներին։ Արա սա, արա դա։ Ավելի հեշտ է հնազանդվել, օրինակ, որևէ կոչի։ Ահա, մենք անցկացրեցինք Դանիելի ծոմը։ Ով ուզում է մասնակցել, շատ լավ, ով չի ուզում, չի մասնակցում։ Սա անձնական որոշում է։ Եթե ունես հավատ մասնակցելու, ամեն, դու օգուտ կստանաս։ Եթե չունես, քո գործն է։ Բայց սա պարտադրանք կամ հարկադրանք չէ։ Ամեն մարդ անում է իր հավատի համեմատ։ Եվ մենք սա այնպես ենք մատուցում, որ մարդը մտածի, տրամաբանի և նոր որոշում կայացնի։ Որովհետև եթե դու հնազանդվես առաջնորդներին, նույնիսկ եթե ավետարանական եկեղեցուց են, եթե առաջնորդներին հետևես քո սրտի պատճառով, որը հակված է որոշ կրոնավոր հարցերում ենթարկվելուն, ապա դու դադարում ես միտքդ, բանականությունդ օգտագործել Աստծո խոսքի մեջ։ Ահա սա է։ Աստված մեզ տվել է այս հասկացողությունը։ Երբ մարդն իր խելքը դնում է Աստծո խոսքի վրա, այսինքն, երբ մարդը մտածում է Աստծո մտքերով, երբ խորհում է Աստծո խոսքի շուրջ, ապա նա կիմանա, թե ինչ պետք է անի և ինչ չպետք է անի։ Սա ամենամեծ օրհնությունն է, որն Աստված տվել է մեզ՝ իր խոսքը։ Եվ նրա խոսքը ճիշտ այնպիսին է, ինչպես ինքն է ասել։ Իմ բերանից ելած խոսքը ինձ մոտ դատարկ չի վերադառնա, այլ կկատարի այն, ինչ ինձ հաճելի է։ Ուրեմն, ով խելացի է, ով իմաստուն է, կամ ով երկյուղած է Աստծուց, հնազանդվում է խոսքին, Աստծո խոսքին։ Չի հնազանդվում և ոչ մի կրոնի, ոչ մեկին, որովհետև կրոնը այս աշխարհի չարիքների արմատն է։ Դժբախտաբար, ցավոք սրտի, սա է իրականությունը, որովհետև մարդիկ ենթարկվում են կրոնին, բայց չեն ենթարկվում Աստծո խոսքին։ Նրանք իրենց գլուխը չեն ծանրաբեռնում Աստծո խոսքով։ Նրանք մտահոգված են մարդկանց կողմից ստեղծած կրոններին հնազանդվելով։ Թերևս զարմանում եք, որ հոգևոր առաջնորդ լինելով նման բաներ եմ ասում։ Բայց ես չեմ ուզում, որ դուք իմ ձեռքից ուտեք, չեմ ուզում, որ դուք քայլեր անեք ըստ իմ մտքերի։ Ես ուզում եմ, որ դուք գործեք Աստծո խոսքի համաձայն։ Եթե այդպես անեք, դուք հաջողության կհասնեք։ Եթե չանեք, կկործանվեք։ Հակոբը, երբ իր գլուխը դրեց քարին,
որը ներկայացնում է Հիսուսին, իր գլուխը դրեց Աստծո խոսքի վրա։ Հիսուսը անկյունաքարն է, գլխավոր քարը, այն քարը, որին մերժեցին մարդիկ։ Նա է հիմնական քարը։ Այս քարի վրա կկառուցեմ իմ եկեղեցին։ Այս մտածելակերպի, այս հավատի վրա կկառուցեմ իմ եկեղեցին։ Այնպես որ, սիրելի բարեկամ, եթե ուզում ես օրհնված մարդ լինել, հնազանդվիր Աստծո խոսքին։ Հնարավոր է միանգամից չստանաս օրհնությունները։ Այնպես չէ, որ հիմա հնազանդվում ես Աստծո խոսքին ու մի ակնթարթում կյանքդ փոխվում է։ Ոչ, ես դա չեմ ասում։ Բայց օրեցօր դու ցանում ես այն, ինչ բարի է։ Եվ երբ բարին ես ցանում, որն Աստծո խոսքն է, դու դադարում ես չարիք ցանելուց։ Օրինակ, երբ Հիսուսն ասաց. «Ներեք և ձեզ կներվի», և ձեզ կներվի։ Ինչու է նա սա ասում։ Որովհետև երբ դուք ներում եք որևէ մեկին, իրականում դու ինքդ քեզ ես ներում։ Դու ավելի շատ քեզ ես լավություն անում, քան ներված մարդուն։ Որովհետև ազատվում ես այդ վատ զգացմունքից, այդ վիրավորանքից, այդ դառնությունից, այդ դժոխքից, որը քո ներսում է, և որդի նման ներսից կրծում է քեզ, կամաց ուտելով հոգիդ։ Եվ սրանից ուրիշ ելք չկա։ Աստված ոչինչ չի կարող անել, որովհետև նա սովորեցնում է ճշմարտության ճանապարհը։ Գործադրում է նա, ով խելք ունի։ Ով չունի, չի գործադրում։ Այդ պատճառով դուք տեսնում եք շատ կրոնասեր մարդկանց, որովհետև նրանք իրենց սիրտն են դրել Աստծո խոսքի վրա։ Դուք ոչ թե սիրտը պետք է դնեք Աստծո խոսքի վրա, այլ ձեր գլուխը, միտքը։ Սիրտը չի մտածում, սիրտը զգում է։ Իսկ միտքը, գլուխը մտածում է, տրամաբանում է, գնահատում է, կշռադատում է, տեսնում է, կարելի է, թե ոչ, պետք է, թե ոչ։ Ուստի շատերն ասում են. «Եպիսկոպոս, դուք բախտավոր մարդ եք»։ Ինչ բախտ, ինչ բան, ես բախտից կախված չեմ։ Բախտը թող գրողի ծոցը գնա, ես բախտ չեմ ուզում։ Ինձ բախտ պետք չէ։ Ինձ պետք է հնազանդվել նրան, ինչ գրված է Աստծո խոսքում։ Այնպես որ, ես միշտ իմ գլուխն եմ օգտագործել Աստծո խոսքի հարցում։ Օգտագործեք ձեր միտքը, ձեր խելքը Աստծո խոսքով։ Օրինակ, ամուսնությունը մեր կյանքի հիմքն է այստեղ։ Ընտանիք կազմելը։ Բոլորն էլ ուզում են ընտանիք կազմել, և ընտանիք կազմելու համար, եթե ես օգտագործած լինեի իմ սիրտը, ապա 54 տարի ամուսնացած չէի լինի։ Ամուսնացած չէի լինի։ Ինչու՞։ Որովհետև սիրտը խաբեբա է։ Ինքը Աստված դա է ասում։ Նա ասում է, սիրտը խաբեբա է և դաժան։ Այնպես որ, սիրելի բարեկամ, մի լսեք ձեր սրտին, որովհետև սիրտը կրոնասեր է։ Սիրտը զգայուն է, ամեն փոքր բանից բարկանում է, ամեն փոքր բանից ուրախանում է կամ նեղանում, բայց գլուխը ոչ։ Գլուխը մտածում է։ Աստված Հակոբին հայտնեց իր մեծությունը, իր փառքը, երբ նա տեսավ այն սանդուղքը, որով հրեշտակները բարձրանում ու իջնում էին։ Այդ ժամանակ Հակոբը ուխտ արեց։ Նա ուխտ արեց Աստծո խոսքի հիման վրա, ճիշտ այնպես, ինչպես արել էր նրա հայրը Իսահակը, և ինչպես արել էր նրա պապը Աբրահամը։ Այսինքն նա հետևեց իր նախնիների բաղադրատոմսին, ովքեր իրենց գլուխը դրեցին Աստծո խոսքի վրա։ Դու, սիրելի բարեկամ, որ տառապում ես, այսօր քաղում ես այն, ինչ ցանել ես երեկ։ Սա է իրականությունը։ Մենք բոլորս էլ այդպիսին ենք։ Այսօր քաղում ենք երեկվա ցանածը։ Վաղը քաղելու ենք, ինչ ցանում ենք այսօր։ Եթե ես այսօր բարիք անեմ, վաղը բարիք կհնձեմ։ Վաղ թե ուշ կհնձեմ բարին, որովհետև դա եմ ցանում։ Այդպես է գրված, այդպես է սահմանված, և ոչ ոք չի կարող փոխել դա։
Այդպես է։ Ուրեմն, ով իմաստուն է, երկյուղում է Աստծուց։ Ով իմաստուն է, երկյուղում է Աստծուց, լսում է, գործադրում և հնազանդվում է նրա սուրբ խոսքին։ Հակոբն այդպես արեց։ Հակոբը ճիշտ այդպես արեց։ Գլուխը դրեց այդ քարին և տեսիլք ունեցավ այն մասին, թե ինչ էր Աստված ուզում իր կյանքից։ Թող Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Մինչ նոր հանդիպում Տեր Հիսուսի անունով։ Ամեն։